Վստահեցնում եմ, այս դեսերտը մեկ անգամ պատրաստելուց հետո այն դառնալու ձեր ամենասիրելի դեսերտներից մեկը։ Նախ խորը տարայի մեջ լցնում ենք 4 ճաշի գթալ թթվասերը։ Այս դեպքում օգտագործեք որքան հնարավոր է բարձր յուղայնությամբ թթվասեր։ Ապա վրան ավելացնում ենք 4 ճաշի գթալ եփած խտացրած կաթ։ Վերցնում ենք քարիչը եւ խառնում ենք այնքան, մինչ զանգվածը դառնա համասեռ։ Ստացված զանգվածը պետք է լինի ահա այսպիսին։ Ապա այն մի կողմ ենք դնում եւ անցնում ենք հաջորդ բաղադրիչին։ Վերցնում ենք ձեր ամենասիրելի թխվածքա բլիթները, ինձ մոտ այն շոկոլադե միջուկով են։ Ապա մեծ դանակի կամ այլ հատուկ սարքի օգնությամբ մանրեցնում ենք այն որքան հնարավոր է եւ հետո մանրեցած թխվածքա բլիթները ավելացնում եմ մեր ստացված զանգվածին։ Գթալի օգնությամբ լավ խառնում ենք, ապա այն տեղափոխում ենք կերակրի թիթեղով պատված խորը տարայի մեջ։ Մի փոքր հարթեցնում ենք եւ տեղափոխում ենք սառցախցիկը մոտ 2-ից 3 ժամ։ Դուրս ենք բերում սառցախցիկից, տեղափոխում ենք մատուցման տարայի մեջ եւ զարդարում ենք այնպես, ինչպես կցանկանաք։ Ես այն զարդարում եմ քերած շոկոլադե սալիկով։ Եվ այսքանով մեր սառը ու շատ համեղ ու ամենակարևորը շատ արագ դեսերտը պատրաստ է։ Կտրատում ենք եւ մատուցում։ Այստեղ ես մի փոքր անհամբեր գտնվեցի եւ կտրատեցի դեսերտը ավելի շուտ։ Իսկ ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի դեսերտը ավելի համեղ լինի, թողնում ենք, որ այն մաքսիմալ ստաբիլանա։